Նիկոլ Փաշինյանը ջանում է կապույտը արտոնական հիշողությունները ջնջել, ըստ ձեր նա հաջողվի մարդկանց մտքից ջնջել Արցախի մասին բոլոր հիշողությունները, մոռացության տալ Արցախը։ Մարդկանց հայրենիքը մոռացության չեն կարող տալ, ինչպես կարող են տալ։ Նայեք, մի հատ, եթե դեմ չեք, թող օպերատորները ցույց տան ինչա կատարվում այնտեղ։ Այս պահին տեսեք երեխաները ինչ են անում։ Սա է ցուցիչը, որ ոչ մեկ չի կարող մոռանալ տալ։ Տեսեք։ Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանն էր, որ ասում է Արցախը Հայաստանը եւ վերջ, եւ հիմա ասում են դա իրենց սխալն էր, որ Ղարաբաղը ճանաչում էին Հայաստանի կազմում։ Եվ դա եղավ ցուցիչը, որ կորցնեն։ Մեր սխալը որն էր։ Մեր սխալը երևի էր, որ իրենց վստահեցինք մեր երկրի անվտանգությունը։ Մեր սխալը պետք է որ առաջ դզենք, որ այլևս էլ չվստահենք իրենց մեր երկրի անվտանգությունը, որովհետև ամեն անգամ սխալ կատարելուց հետո իրենք ասում են սա եմ սխալվել, հետո ասում են եւս մեկ անգամ սխալվեցինք, չի կարելի ներել այդքան սխալներ, եթե այդ սխալները արժեք ունեն, իսկ արժեքը հազարավոր զոհերն են։ Անկարպետյան քարոզարշավի առաջին օրը Փաշինյան մարզերում եք արդեն գույքավորել եք հիմնական խնդիրները, որոնք են մարզերում, հաշվի առնելով, որ Անկարպետյան ասում է բարեփոխումները հենց մարզերից են սկսելու։ Եվ նաև այս համատեքստում անկեղակոծում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը եկել իրենից առաջ Բրեժնևն են ասֆալտարել։ Այս հարթության մեջ կգնահատեք քարոզարշավի նաև մեկնարկը։ Սիսիանի շրջանը, Անգեղակոթը, Բռնակոթը, Սիսիանը Հայաստանի ամենամեծ գործազրկությամբ շրջաններից է։ Մարդիկ, երբ մենք գնացել էինք այնտեղ, աղքատություն էր, մասսայական, անգամ անասնապահություն էին դատարել զբաղվել։ Ինչու մասին է խոսքը, ինչ ռեմոնտ, ինչ ասֆալտ։ Մենք պետք է մարդկանց աշխատանքով ապահովենք եւ ունենք ծրագիր Սիսիանի շրջանի եւ Սիսիան քաղաքի եւ հարակից գյուղերի հետ կապված։ Այսօր երեկոյան լինելու ենք այնտեղ եւ պատմելու ենք, թե ինչ ծրագիր ունենք Սիսիանի եւ հարակից գյուղերի բնակչության զբաղվածության հետ կապված, որպեսզի մարդիկ արտագնա աշխատանքի չգնան, որպեսզի մարդիկ կարողանան նորմալ ապրեն։ Իսկ ինչ վերաբերում է պարտք վերցնել, ռեմոնտ անել, դա բոլորը կարող են։ Իսկ ինչպես եք գնահատում այսօր իշխանության եւ հասարակության հետ կապը, շփումը, դուք էլ նույն կերպ եք շարունակելու շփվել, թե ինչ որ կառույցներ կլինեն, որ ավելի այսպես մասսայական, ոչ անձնապես նամակով կդիմեն կամ այսպես հանդիպումների ժամանակ, ինչպես եք պատրաստվում։ Տեսեք, Հայաստանում իշխանությունները ընդհանրապես բավականին այդ առումով դինամիկ կապ կա հասարակության հետ եւ տարբեր հարթակները որ կան, դա դինամիզմ է ապահովում, ինչը մենք չենք կարող չնկատել։ Դա պետք է շարունակվի, դրական է այդ հարցը։ Ապագայում, բայց պետք է լինի, տեսնեք ինչքան խնդրանքներ կան անձնական։ Անձնական խնդրանքների ուղղությամբ պետք է լինի առանձին գրասենյակ, որը զբաղվում է մարդկանց անձնական խնդրանքներով։ Հիմա էլ կա, գիտեմ, բայց աշխատանքի ձևը մի քիչ ուրիշ ձև է։ Մի քիչ երկար պատմություն է, որ ներկայացնեմ, բայց մարդկանց հազարավոր հայրենակիցներ ունեն խնդրանքներ։ Դրանք կազմակերպելու համար պետության ղեկավարը պետք է ունենա առանձին գրասենյակ, որը հենց զբաղվում է այդ խնդրանքների իրականացմամբ, որոնցից մեծ մասը ուղղակի տեխնիկական հարցերի լուծում է, այլ ոչ թե ինչ-որ մեծ ռեսուրսատար բան է պետության համար։